Բարև ձեզ ընկերներ, այսօր ես ուզում եմ խոսամ մի քանի բառի, մի քանի ասացվածքի եւ վերջում ինչ-որ բառարանի մասին, որ ինձ թվում է հետաքրքիր կլիցես։ Առաջի բանը, որ ես ուզում խոսամ, սա է։ Ես հաճախ եմ լսում հայերից եւ պարսիկներից։ Հարցն այսպես է. դու պարծենում ես, որ հայ ես, կամ դու պարծենում ես, որ պարսկաստանցի ես։ Ամենահետաքրքիր պատասխանը, որ ես գտել եմ, այլ Ջորջ Քարլենի պատասխանն է սրան։ Ուրեմն Ջորջ Քարլենը անգլերենով ձախ կողմն է, իսկ հայերեն թարգմանությունը աջ կողմը։ Ուրեմն այսպես է բացատրում Ջորջ Քարլենը. ես երբեք չէի կարող հասկանալ էթնիկ կամ ազգային հպարտությունը, որովհետև ինձ համար հպարտությունը պետք է վերապահված լինի այն բանի համար, որին դու ձեռք ես բերել, կամ ձգտում ես ինքնուրույն ձեռք բերել, այլ ոչ թե այն բանի համար, որը տեղի է ունենում պատահական ծննդաբերության հետևանքով։ Հայ լինելը կամ պարսիկ լինելը իմաստություն չէ, դա մի գենետիկ պատահար է։ Չես ասի, որ ես հպարտ եմ, որ 132 սանտիմետր եմ, ես հպարտ չեմ, որ հակված եմ հաստ աղիքի քաղցկեղի, ուրեմն ինչու ես հպարտանում, որ հայ ես, կամ իտալացի, կամ ամերիկացի, կամ որևէ այլ բան։ Ջորջ Քարլեն։ Շատ սիրուն պատասխան է Ջորջ Քարլենի պատասխանը։ Իսկ ես այստեղ մի բան էլ ավելացնեմ Ջորջ Քարլենի պատասխանին։ Բոլոր նրանցով, որ մենք պարծենում ենք, իրանք չեն պարծենում, որ իրանք հայ են, որտեղ իրանք պարծենալու բան չունեն, իրանք աշխատանքը արել են եւ իրանք հարգանք պատիվ իրանք տեղն է։ Ինձ թվում է, որ պարծենալը հայերի, պարսիկների, արաբների չի տարբերվում։ Սա իդենտիտետ ստեղծել է։ Այսինքն իրանք ոչինչ չեն արել, բայց պարծենում են, որ ես իմ Արամ Խաչատուրյան ունեն, Վիկտոր Համբարձումյան ունեն, Միկոյան ունեն եւ այլն եւ այլն։ Մի հետաքրքիր բան պատմեմ պարսիկներից։ Ուրեմն մեր մոտ ինչ որ աղջիկ Իրանից աղջիկներին եկել եւ իրանց Master of Science-ը պաշտպանել եւ աշխատում էին մեր մոտ։ Մի օր նստած խոսում էինք, այսինքն ես իրանց մի քիչ ոչ թե անհարգեցի, այլ ուզում էի լսեի իրանք ինչ են մտածում այս հարցի մասին։ Եվ իրանք ասացին, որ իհարկե մենք պարծենում ենք, որ Սաադի ունենք, Հաֆեզ ունենք, ես իմ Ֆարաբի ունենք, այսինչ այն սկսեցին հաշվել։ Իսկ ես իրանից հարցրեցի, որ դու կարող ես Սաադիից մի բան ասես, օրինակ Սաադի Գոլեստանը, որ հեքիաթներ են, մի հեքիաթ, ասավ չէ, Հաֆեզից ինչ-որ բան, չէ, ես իմ Ֆարաբուց ինչ-որ բան, չէ, չգիտեմ, ուրեմն դու չես կարդացել, եթե սրանք չես կարդացել, սրանք քոնը չեն, սրանք իմ հային է պատկանում, որտև ես կարդացել եմ սրանք։ Հայերին էլ նույնպես, այսինքն մենակ հաշվել, որ մենք պարծենում ենք, որ այսինչ ազգի անդամներն ենք, պատկանում ենք այսինչ ազգին, դա իդենտիտետ ստեղծել է։ Մի անգամ մի հատ իմ ընկերներից ինձ հարց տվեց, որ արդյոք ես պարծենում եմ, որ պարսկահայ եմ։ Իմ պատասխանը հետևյալն էր. ոչ թե ես չեմ պարծենում, այլ ես գետինն եմ մտնում, որ պարսկահայ եմ։ Ինչու համար։ Որովհետև 1600-ի սկզբին, որ Շահ Աբբասը հայերին Ջուղայի տերիտորիայից տեղափոխեց մայրաքաղաք, դրանք մեր պապերն են։ Եվ այդ մարդկանցից գիտնական առաջացել հզոր վաճառականներ, հզոր պետական գործիչներ, իսկ 400 տարի հետո մնացել են քյազացի, քյամարեցի, փերեցի, որ այսինքն ուժեղ ռեգրեսիա է գնացել մեր ժողովրդի մեջ։ Դրա համար ես պարծենալու տեղ չունեմ։ Իսկ Պարսկաստան, եթե մենք պարծենում ենք հայությունով, այն հայությունն են, որ 30-ական թվականից Ռուսաստանից են եկել։ Այսինքն Արզումանը, Միքայելյանը, Մսրյանը, Ֆելիքս Աղայանը, սրանք բոլորը ռուսահայերին, որ ավելի բարձր կուլտուրայից եկել են ավելի
ցածր կուլտուրա երկրում ապրելու եւ արդեն իրանք աչքի էին ընկնում ամեն ինչով։ Երկրորդ հարցը, որ ուզում եմ խոսամ մասին, դա մի բացասական երևույթ է, որ Հայաստանում ասում են բաշարել, իսկ Պարսկաստանում ասում են զերանգի, այսինքն ճարպիկ մարդը։ Սա շատ բացասական երևույթ է, օրինակ Պարսկաստան ասում են այսինչ մարդը ճարպիկ է, եթե ինչ որ մի հատ շարք կա, ինքը շարքից մձևով մտնի շարքի սկզբի մաս, ասենք եթե հաց են տալիս հաց առնի, կամ եթե ավտոյի ճանապարհով գալիս է, ինքը պետք է աջ թեփվի, տեղ ասենք շատ մեքենաներ հերթի մեջ են կամած գնում են, որ թեքվեն դեպի աջ, ինքը արագ գալիս այն առաջը, մեծև սեղվում է շարքի ներսը, այս գործը օրինակ Շվեդիայում մենակ անում են արտասահմանցիք։ Շվեդացին երբեք մտես գործ չի անի։ Շվեդացին երբեք շարքից դուրս չի մտնի շարքի մեջ, որ ինքը ճարպիկ է։ Իսկ դժբախտաբար այս ճարպիկությունը կամ այս զրանգին այստեղ չի վերջանում։ Այսինքն եթե հացի շարքում կամ ավտոյի ճանապարհը աջ թեքվելուց այդ հերթի սպասելն է, այդտեղ չի վերջանում։ Այս ճարպիկ մարդիկ արդեն սկսում են կաշառք տալ իրանց գործերն առաջ գցել եւ սրանց երկիրը լինում է Հայաստան եւ Պարսկաստան վերջում։ Երրորդ բանը, որ ես ուզում եմ խոսամ մասին, մի հատ դարձված կա, որ անգլոսաքսոն եւ սկանդինավյան երկրների մեջ այս ասվածքը գոյություն չունի։ Էշի նման աշխատումը կամ էշի նման սովորումը։ Այս հասկացողությունը չունեն դրանք, այս հասկացողությունն ունեն հայերը, պարսիկները, Միջին Արևելքի ժողովուրդը, Եվրոպայում ունեն Իտալիա հարավային մասը եւ Հունաստանը։ Ես վստահ եմ, որ Լատին Ամերիկայում էլ նման արտահայտություն իրանք անպայման կունենան։ Եվ սա ցույց է տալիս այդ մարդկանց, այդ կամ այդ ժողովրդի, այդ ազգի աշխատասիրությունը։ Եթե ասում են էշի նման աշխատումը կամ էշի նման սովորումը, դա ցույց է տալիս իրենց արժեհամակարգը։ Հետագայում ես մանրամասը սրան կանդրադառնա։ Չորրորդ բանը, որ Պարսկաստանում շատ տարածված էր եւ այսօր ինձ Հայաստանում էլ կա, չի տարբերվում, դա մասնակետ եւ մտավորականի տարբերությունն է։ Ուրեմն Պարսկաստանում մի հոգի որ համալսարան էր ընդունվում, արդեն ժողովուրդը իրան ճանաչում են որպես ասում են դանեշջույի ռոշանֆեկր, պարզամիտ ուսանող, որ լինում է ինտելիգենտ։ Բայց ես իմ կուրսեցիների մեջ մարդիկ կային, որ շատ խելոք են մաթեմատիկայից, ֆիզիկից, քիմիայից, սրանք էլեկտրոնիկ են սովորում, բայց շատ կրոնամոլ էին եւ նույնիսկ ասում են, որ տելևիզիոն եւ ռադիո նայելը հարամ է։ Ուրեմն սրանք ոչ մեն նշույլ չունեն պարզամտությունից կամ ինտելեկցիայից։ Սովետի ժամանակ Հայաստանում, ով որ սովետին հակառակ չէր, ինտելիգենտ հաշիվ չէր լինում։ Այսօր Հայաստանում, ով որ ուզում է որ ժողովուրդը իրան ինտելիգենտ համարեն, ուրեմն անպայման պիտի քրֆի Ռուսաստանին, որ սովետը մեզ սենց արավ, Ռուսաստանն է հիմա մեզ սենց անում, մենք ճորտեր ենք, այսինչ ենք, այնինչ ենք։ Նույն բանը ես տեսել եմ Թագավորի ժամանակ։ Այսինքն եթե դու թագավորի ռեժիմին հակառակ չէիր, ինտելիգենտ հաշիվ չէիր գալիս։ Այս բանը ես շատ պարզ ձևի տեսա Հայաստանում, մի հատ օրինակ բերեմ, օրինակ Բժշկական ինստիտուտում գոյություն ուներ Մխյան անունով պրոֆեսոր, որ ինքը ճանաչված էր նույնիսկ սովետի սահմաններից դուրս, բայց այս մարդը խուժան էր, մարդը տանակ էր պահում։ Եվ ամուսնացավ իր աղջկա ընկերուհու հետ, որ 30 տարի իրանից փոքր էր։ Սա ինտելիգենտի բան չի։ Եվ Պարսկաստանում օրինակ այս բանը բացատրելու համար, ասենք տարբերությունը ինտելիգենտի եւ մասնակետի, ես միշտ օրինակ եմ բերում Պարսկաստանի
նախկին պրեզիդենտը Ահմադինեժադը եւ պարսիկ բանաստեղծ Ֆուրուղ Ֆարոխզադը։ Այս իմ պարսկաստանցի ընկերների համար է։ Ուրեմն Ահմադինեժադը դոկտորա ունի, ինքը շատ լավ ուսանող է եղել, եւ բայց ինքը ինտելիգենտ չի, ինքը լավագույն դեպքում մասնակետ է, որտեվ ինքը դոկտորա ունենալու դեպքում կարծում է, թե աշխարհը կառավարվում է Էմամ Զամանի միջոցով, Մեհդիի միջոցով։ Իսկ Ֆուրուղ Ֆարոխզադը ինքը 10-րդ դասարան ունի։ Սա մի հատ պարզ օրինակ է, որ իմ պարսիկ ընկերներին ես ցույց տամ ինչ է ինտելիգենտ եւ ինչ է մասնակետ։ Ուրեմն Հայաստանի Մխյանը ինքը մասնակետ էր, ինտելիգենտ չէր։ Ուրեմն այս բառերը մենք չպետք է սխալվենք։ Իսկ չորրորդ բառը, որ ես ուզում եմ խոսամ, դա դավաճան եւ դավաճանություն բառն է։ Ես այս բառը կյանքումս չեմ օգտվել եւ չեմ էլ օգտվելու։ Այսօր բացատրելու համար եմ խոսում դրա մասին, որովհետեւ սա էլ մի հատ շատ անիմաստ բառ է, բայց կործանիչ։ Բանը ինչու՞մ է։ Այն Պարսկաստանի հեղափոխությունները կամ շարժումները, որ բացատրում է անցած կամ նախանցած ժամանակ, ամեն անգամ մի հոգու ճարում են, ասում են ինքը դավաճանել է։ Եվ հստենց էլ երբեք իրանք անալիզ չարեցին, որ այսին շարժումը ինչի, այսինքն չհաջողվեց։ Եթե դու մի հոգու ճարում ես, ասում ես դավաճանա, ուրեմն արդեն հարցերը լուծված է։ Դու գիտես պատճառը ինչ էր, որ պատճառը այդ չէր։ Հայաստանում էլ նույնպես չի տարբերվում։ Լրիվ պատմության ընթացքում մենք ունեցել ենք դավաճաներ, այս դավաճանը էլի, այն դավաճանը էլի, հիմա վերջի դավաճանը, որ խոսում ենք մասին, նա Նիկոլը դավաճանը։ Okay։ Հայաստանը մի հատ պատերազմը պարտվի եւ արդեն երկիրը Հայաստանը վտանգի առաջ է։ Անալիզ արել եք, որ ինչու պարտվեցին այդ պատերազմը։ Եթե ասում եք Նիկոլը դավաճանը, այսինքն դուք պատճառը գիտեք։ Նիկոլը դավաճանել է, դրա համար պարտվել եք։ Իսկ ռազմական անալիզ եղել է։ Մի հատ էլ ինչ որ կոմիսիա ճամփուկցեցիք, խայտարակի մի բան էր։ Մի քանի հոգի նստած են այդտեղ իրանք ոչ խելք ունեն, ոչ մեղք, Նիկոլն էլ նստած այդտեղ իրանք համար հեքիաթ է պատմում։ 2016 թվականի 4 օրվա պատերազմը դեռ անալիզ չի եղել։ Արդեն դա շատ է ուշացել։ Այդ պետք է անալիզ լիներ, որ իր ինչ որ դրանից եզրակացությունները կարողանալ օգտվել 44 օրվա պատերազմին, բայց որովհետև նեղ անալիզ չարեցիք 44 օրվա պատերազմում դու չկարողացաք օգտվել դրանից։ Այն ժամանակ Սերժներ դավաճանել ամեն խոսակցությունը 8000 հեկտար հողի մասին էր, որ լավ հողա, բերի հողա կամ անպետք հողա, եւ ըստենց էլ անալիզ չելավ։ Դրա համար էլ չկարողացաք։ Այն ժամանակ Ադրբեջանը անօթաչություններ էր օգտվել։ Իսկ որ անալիզ չելավ, երկրորդ անգամ էլ կանգնեցիք նույն խնդրի առաջ։ Անօթաչություններով եկան եւ 5-6000 ջահել մեջից գնաց։ Ուրեմն ես կարծում եմ նույնիսկ այս դավաճան բառը, կործանարար բառը եւ ֆիզիկապես ազդում է նույնիսկ ուղեղի բջիջների վրա։ Դրա համար էլ ես երբեք այդ բառը չեմ օգտվել եւ չեմ էլ օգտվելու, որովհետեւ թե անիմաստ է եւ թե շատ անալիզների եւ եզրակացությունների առաջը բռնում է։ Հիմա ուզում եմ խոսամ բառարաններից, այսինքն մի քիչ զարմանալի է, բայց այս երևի մի քիչ երկար տևի, որտեղ ինքը պատմություն ունի, կաշխատեմ շատ արագ այս պատմությունը պատմեմ։ Ուրեմն ես որ 86 թվին Շվեդիայի եկել, 3-4 տարի էր Շվեդիայի աշխատում էի, եւ իմ մտածելակերպը տարբերվում էր իմ աշխատակիցների։ Շվեդացի ժողովուրդը շատ հոմոգեն ժողովուրդ է։
այսինքն հարավից մինչև հյուսիս վր 1500 կիլոմետրը ամեն ժողովուրդը նույն ձև են մտածում։ Հյուսիսում մի քանի կոմունիստ կա, որ տարբեր են մտածում։ Բայց ես այսինքն դեբատների լսում տելևիզիոնից, բայց աշխատակիցներից հետ պրոբլեմ չունի, բայց վերլուծությունը մի քիչ տարբերվում էր։ Այդ որ ես մտածում եմ, որ օքեյ, Պարսկաստանում հասկացանք, ես ուրիշ ձևի մտածում, ընդեղ տեղ կար մտածելու, Հայաստանում հասկացանք, ընդեղ ուրիշ պրոբլեմներ կար, ես ուրիշ ձևի մտածում, իսկ շվեդ վրեկելի աշխարհի ամենալավ երկիրն էր։ Ուրեմն ես կարծում եմ, թե իմ հետ մի հատ պրոբլեմ կա, որ ստեղ էլ ես չեմ համակերպվում, ես կարծում եմ ինչ որ, այսինքն տարբեր եմ մտածում։ Այդ հարցը իմ մոտ լուծվեց, երբ որ մի հատ ծրագիր էր տելևիզիոնում նայեցի, այսինքն 4-5 տարի էր ստեղի, եւ մի հատ ջահել սուեդացի, այսինքն դեբատի ժամանակ ուղղակի հստենց էր խոսում, որ եթե ես ընդեղ լեի խոսայի։ Իսկ հետագայում հասկացա, որ ես ինքը մի հատ գրող է, իր գրքերը կարդացի եւ իր դասախոսություններին մասնակցեցի եւ արդեն տեսա, որ չէ, ինքը մենակ ինք չի, 10-15 հատ իմ նման մարդ ճարեցի եւ հանգստացա, որ ես պրոբլեմ չունեմ, այսինքն հոգեկան խանգարում չունեմ։ Իսկ ստեղ ես պրոբլեմ ունեի իմ պարսիկ ընկերների եւ հայ համայնքի հետ։ Պրոբլեմներ ինչ էր։ Ես իրանց չի հասկանում եւ այն ժամանակ էլ իմ դոնկիխոտական պերիոդն էր եւ չի հասկանում, պետք է իրանց բացատրեի բանավեճի մեջ էի մտնում թե պարսիկների հետ, թե հայերի հետ եւ վստահ եմ, որ իրանք էլ ինձ չեն հասկանում։ Հիմա դուք պատկերացրեք, այսինքն դուք կարող եք մտածեք ոնց է լինում, ես մի հատ հայի հետ խոսում եմ, ինքը ինձ չի հասկանում, ես էլ իրան չեմ հասկանում։ Մի հատ պարսիկի հետ խոսում եմ, ես պարսկերեն ենք խոսում, ես պարսիկին չեմ հասկանում, պարսիկն էլ ինձ չի հասկանում։ Ուրեմն ես մնաց սենց ինձ խանգարում էր այս բանը, ինչի է այսպես։ Մինչև մի օր Ուպսալայում, մի հատ տղերքի, Ուպսալան ստեղ մի հատ քաղաք է 100 կիլոմետր ենքող, հրավիրված ենք, այսինքն ինչ-որ մի հատ ժողով էր, չգիտեմ ինչ էր, իսկ մի հատ տղերքից հրավիրեց իրանց տուն, գնացինք իրանց տուն, գիշերվա 9-ներ, 10-ներ, գինի բերես բացես, նստեցինք, սկսեցինք խոսալ, ասել, վեճել իրար հետ, եւ այդ գինուց որ խմել էի, ռիլաքսի, այսինքն զգում եմ, որ ուսերս թուլացել են, այդ վիճակի մեջ։ Իրանց ծանոթ մի հատ զույգ եկան, մարդուկին, իրանք նստեցին այդտեղ եւ դրանց հետ սկսեցինք խոսալու, բանավիճելու, ասել, ծծաղալ եւ դրանք հետաքրքիր, այդ գիշեր շատ հետաքրքիր գիշեր էր ինձ համար եւ մի շատ հետաքրքիր բան հասկացա ես այդտեղ։ Դրանց հետ որ խոսում էինք, իրանք այսպես են ասում, որ մենք, այսինքն ինքն ու կինը, մենք մի հատ դեմոկրատական եւ ազատ ընտանիք ենք եւ ասում էր, որ իմ 3 աղջիկ ունեմ, ես իրանց ասել եմ, դուք ազատ եք, ում հետ ուզում եք եթակ, որտեղ որ ուզում եք եթակ, մեր տունը մաքուր դեմոկրատական տուն է, բայց աղջիկներից ասել եմ, եթե ուրիշ ազգի հետ, օտարազգի հետ ընկերություն արեցիք կամ ուզում եք ամուսնանալ, մեր տուն չկաք։ Հետաքրքիր է, չէ՞, դեմոկրասի եւ ազատություն։ Եվ մի քիչ խոսակցություն սրանց հետ ինձ համար պարզվեց, որ այսինքն ռելաքս վիճակում ես զգացի, որ մենք իրար չենք հասկանում, որովհետև այն մեր բառարաններն է տարբեր։ Այսինքն այն բառերը, որ ես եմ բառը, որ օգտվում եմ, ինչ եմ հասկանում այդ բառի տակ, նույնը չի, որ մեր ընկերն է խոսում։ Եվ հետագայում պարսիկների հետ էլ որ խոսում էի, հասկացա, որ մենք բառերի տարբեր տուն ունենք։ Այսինքն, եթե մենք ասում ենք ազատություն, ազատությունը դա անտերություն չի։ Իրանց ազատություն իրանք տենց որ ազատություն էին հասկանում, իմ բառանի մեջ դա անարքիա էր, անտերություն էր։ Իրանք ասում են օրինակ դեմոկրասիա, բայց իրանց աղջիկ երեխան մասնավորապես իրավունք չուներ ում հետ ուզում ընկերություն անի։
Ուրեմն սրանք դեմոկրատիան չին հասկացել։ Իսկ շատ ուրիշ բառեր, որ ես զգացի, մենք ստեղ բառարանի տարբերություն ունենք։ Դրա համար էլ իրար չենք հասկանում, ոնց կարող ենք իրար հասկանալ։ Օրինակ, մի հատ օրինակ բերեմ Պարսկաստանի հեղափոխությունից, պարսիկներն հիմա շատ են ասում, որ Խոմեյնին մեզ խաբեց։ Իսկ ես հարցնում եմ, ոնց է Խոմեյնին ձեզ խաբել, ասում եմ, որ Խոմեյնին ասավ, ես ձեզ ազատություն կտամ, բայց չտվեց։ Իսկ իմ հարցը, այսինքն այս բանը հասկանալուց հետո հետա որ դուք Խոմեյնից հարցրեցիք, որ ազատություն իր համար ոնց է բացատրվում, ինքը ինչ է հասկանում ազատությունից։ Կարող է այն բանը, որ Խոմեյնին է հասկանում ազատությունից, այն չի, որ դու ես հասկանում։ Կամ քոն ազատությունն այն չի, որ Խոմեյնին է հասկանում։ Օրինակ Խոմեյնուն թագավորը, որ երկրից փախցրեց, ինքը կարծում է, որ երկիրը ազատել է թագավորի լծի տկից։ Կամ ժողովուրդը ազատ են, ճաշվա 12-ին գործը թողնեն, դա նամազ կարդան, այս էլ ազատությունն է։ Ուրեմն, եթե մեկին, այսինքն նույն լեզվով խոսում ենք եւ չենք հասկանում իրար, արդեն իմ համար պարզվել է եւ ես արդեն չեմ նեղանում, դոնկիխոտություն էլ չեմ անում, իսկ եթե տեսնում եմ, որ դիմացինը բառերը տարբեր իմաստով օգտվում, ես դրա հետ խոսք չունեմ, այսինքն բան չունեմ ասելու։ Զիպ փակում եմ, խելոք նստում եմ, լսում եմ ինչ ասում։ Իսկ եթե մեկը ինձից հիմա մի բան չի հարցնում, երբեք ես խորհուրդ չեմ տալիս, արդեն 20 տարի է։ Նույնիսկ իմ երեխեքին խորհուրդ չեմ տալիս։ Որտեվ խորհուրդ տալը, եթե դիմացինը այդ բանի մասին ինքը չի մտածել, խորհուրդ էլ որ տաս, ինքը չի հասկանում դու ինչ ես ասում։ Իսկ եթե ինքը հասկանում է, նախ քո կարիք չունի, եթե ինքը հասկանում է, որ քո կարիքն ունի, ինքը քեզնից կհարցնի։ Ուրեմն բառերը եւ բառերը ոնց են օգտվում շատ կարևոր են եւ ես այսինքն այս սերի հաղորդումների վերջում ես այս ամեն բառերը ինչ ենք օգտվում, ինչ բառեր ենք օգտվում, ինչ դարձվածքներ ենք օգտվում, բերելու եմ, կապելու եմ մեր արժեհամակարգին։ Այսօր այսքանը, հաջողություն։